Ողջույն ձեզ։ Ողջույն։ Երեկո։ Ստեղ մեր չաթում արդեն ձեզ սպասում են, արդեն հարցեր են պատրաստվում տալ եւ բնականաբար մեր բոլոր թեմաները վերաբերելու են ձեր ոլորտին, քո ոլորտին, Հերիքա, դուով։ Այո։ Եվ դու տարիներ շարունակ բացատրել ես մարդկանց արտահանման խնդիրները։ Բացատրել ես եվրոպական շուկայի առանձնահատկությունները։ Մենք ունեցել ենք տարբեր դրվագներ։ Ծիրան, ծաղիկ, եթե չեմ սխալվում, դուք Դավիթի հետ քննարկել եք երբ էր։ Այս տարի էր։ Անցած տարի այս օրերը Վազգենն ու Նարեկը դեռ դատված չէին, Ֆիդանյանը այն կողմում նստած էր, եւ ես սկսեցի մտահոգություն հայտնել, ասում եմ անցած տարվա համեմատ ծաղիկի արտադրությունը գյուղատնտեսության մեջ աճել է 68%-ով, դա ասում եմ ռիսկ է, շատ մեծ ռիսկ է պարենային անվտանգություն ունեցող երկրում, որտեղ մի հատ էլ սահմանները փակվի, ծաղիկը չեն կարող ոչ վերամշակել, ոչ ինչ-որ որևէ ձևով ինչ-որ տեղ օգտագործել, ոչ պահպանել։ Ռեալիզացիան խնդիր է լինելու, ինքը փչանալու է թափի ու ֆերմերները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու։ Անցած տարի այս օրերին ես այստեղից խոսել եմ։ Ես եթե կհիշեք Լիկա ջան 2-3 տարի առաջ էր, որ Ծիրանի թեմայով խոսեցինք, շատ հետաքրքիր ռեպորտաժ էր, ես դա Արմյուզի ժամանակ ես այս ամբողջ բացվածքը տվեցի, թե իսկական արտանումն ինչ է, Ծիրանի վաճառքը ինչ է, ոնց պիտի լինի, ինչ պիտի լինի։ Հիշում եք այն, որ ադրբեջանցիները ընդամենը ֆուտսիտին փակել էին ու հայերը Ծիրանի կողքը շուրջ պար էին բռնել ու էլի այս գրեհիկ պաթետիկ այս տեքստերը, այս մենք այո, մենք հաղթեցինք, թե ինչ արինք ու այդ հաղթանակը ես չեմ էլ հասկանում ինչ էր էլի Ծիրանի շուրջ պարելը։ Ու ես ասում եմ իսկական պատերազմներ, ծիրանային պատերազմներ, բան ու էլի տենց մենք բարոյական հաղթանակ Ծիրանի շուրջ պար, ասում եմ ժողովուրդ առևտուրը միջազգային առևտուրը դա չի, մեծածախ առևտուրը դա չի, արտահանումը ընդհանրապես դա չեն, ինչ որ դուք պատկերացնում եք։ Ինքը հսկա մեծ արժեշղթա է, ինքը գիտելիք է, ինքը գիտություն է, ինքը հաշվարկ է, ինքը պետական գործողությունների արժեշղթա է։ Այդ ոչինչը չկա, այս տարերայնորեն արտահանումը վաղը մյուս օր կարող է խնդիր լինի, փակվի ու մենք մնանք փաստի առաջ ինչ որ հիմա կա։ Հիմա ինձ կասես այդ արտահանման դեպի Եվրոպա արտահանման առասպելը ինչի հիման վրա է տարածվում, որոնք են հենասյուները այդ առասպելի։ Ժողովուրդ, քանի որ ես 2013 թվականից Եվրոպա արտահանումներ եմ կատարում, հացահատիկի տեսքով բոլորը գիտեն, ինձ էլ շատերը ասում են հաճարի առիթ, չէ՞, հաճարի առիթ։ Այս դրանից ված չեմ զգում, որովհետև այդ իմ համար մեծ արժեք է, այդ իմ ստեղծած արժեքն է, որ ես 2010 թվականից սկսել եմ մահագին չարչարանքով տառապանքով մի խոսքով։ Երբ որ ես եվրոպական շուկայից շփվում եմ, երբ որ ես գնում եմ Եվրոպայում էքսպոների եւ տեսել եմ ինչ է Իրանից ներկայացնում մեծածախ առևտուր, արտահանում, խոշոր առևտրային ցանցերի հետ աշխատանք, ես լավ հստակ գիտակցում եմ, որ միշտ ասում եմ մեր մոտ դա առևտուր չի, դա առևտրի տնազ է, եւ Եվրոպա եթե մի հատ էլ բեռնատար գնում է մի կամ երկու բեռնատար ու այդ Ծիրանը մենակ հայկական խանութներին ու հայ համայնքին է վաճառում, դա արտահանում չի։ Նույնիսկ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հրաշալի ներկայացրել այս ցիկլը, ինչ է Իրանից ներկայացնում։ Ես էլի Facebook-յան էջից կգցեմ Վանոյի այդ գրվածքը, շատ հետաքրքիր ներկայացնում է։